մարտի 5-ի թողարկումը։ Երեկ սահմանադրական դատարանում սկսվել է նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածուների դիմումների քննությունը։ Դատարանի շենքը շրջապատված է ոստիկաններով։ Այսօր 13:30-ին դատարան է ներկայացել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Դատական նիստի հենց սկզբից հայտնի դարձավ, որ նախագահի տեխնացու Լևոն Տեր-Պետրոսյանը սահմանադրական դատարան է գալու եւ հանդես է գալու 10 րոպեանոց հայտարարությամբ։ Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Պարքև Օհանյանը նիստի հենց սկզբից տեղեկացրեց դատարանին։ Առաջին ընդմիջումից հետո ճիշտ ժամը 13:30-ին նախագահի տեխնացու Լևոն Տեր-Պետրոսյանը թիկնապահների ուղեկցությամբ մտավ նիստերի դահլիճ։ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը իրազեկեց տեխնացուին օրենքի պահանջը, նրա իրավունքների եւ պարտականությունների մասին։ Մասնավորապես զգուշացվեց զերծ մնալ քաղաքական հայտարարություններից։ Ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա։ Բայց մինչ այդ Տեր-Պետրոսյանը, օգտվելով մարտի 1-ի առավոտյան ժամը 6:30-ից հետո հրապարակային ելույթ ունենալու ընձեռված առաջին հնարավորությունից, իր խորը ափսոսանքը արտահայտեց մարտի 1-ի ողբերգության առնչությամբ եւ խորապես ցավակցեց զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին։ Ապա անցավ բուն հայտարարությանը, որի առաջին մասը վերաբերում էր նախագահի տեխնացու Սերժ Սարգսյանի գրանցման հարցին։ Տեր-Պետրոսյանի մեկնաբանությամբ ընտրական օրենսգրքի 78 հոդվածի պահանջով գրանցման պահից Հանրապետության նախագահի այն տեխնացուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց եւ իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելություն։ Հանրապետության նախագահը կամ սահմանադրության համաձայն բուտ Հանրապետության նախագահի պաշտոնակատարը եւս մեկ բուտ ազգային ժողովի նախագահը կամ վարչապետը Հանրապետության նախագահի տեխնացու առաջադրելու դեպքում շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը։ Այս հոդվածը Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով չափազանց հստակ է եւ իմպերատիվ բնույթի, այսինքն մեկնաբանության ենթակա չէ։ Գործող վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր առաջադրվել եւ գրանցվել, եթե նա զբաղեցներ Հայաստանի գործող նախագահի պաշտոնակատարի կարգավիճակը։ Այդպիսի կարգավիճակ գործող վարչապետը չունի։ Ես համարում եմ, որ նրա գրանցումը իբնե եղել է անօրինական, հետևաբար ոչ լեգիտիմ։ Երկրորդ դիտարկումը տեխնացուի հայտարարության մեջ վերաբերում էր սահմանադրության 53.1 հոդվածին, այսինքն ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ հանրապետության նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը։ Նախագահի ընտրություն նշանակում է ընտրական ողջ գործընթացը, սկսած առաջադրումից մինչև բողոքական համար սահմանված ժամկետի ավարտը, այն է սահմանադրական դատարանի վճիռը։ Այս պահին մենք գտնվում ենք ընտրությունների process-ի մեջ։ Հետևաբար, քանի որ հիմա արտակարգ դրություն է, այս ընտրությունները հավերական կամ օրինական չեն կարող համարվել։ Սա երկրորդ։ Երրորդ հարցն առնչվում էր սահմանադրական դատարանի դատավարության միակողմանի լուսաբանման հարցին։ Տեր-Պետրոսյանի խոսքով խախտվել է հավասարության սկզբունքը, դիմող կողմի ամենակարևոր վկաները ձերբակալված են։ Հետևաբար այս իրադրության մեջ սահմանադրական դատարանի ցանկացած որոշում, բացի ընտրությունները անվավեր ճանաչելուց, կառաջացնի լեգիտիմության դեֆիցիտ, ինչը վտանգավոր է եւ երկրի ապագայի համար, եւ սահմանադրական դատարանի հեղինակության համար։ Ես չեմ պատկերացնում այս պայմաններում կայացած սահմանադրական դատարանի որևէ վճիռ ինչպես կընդունվի իմ դիմողիս կողմից, ժողովրդի կողմից եւ միջազգային հանրության կողմից։ Այսինքն Հայաստանի գլխին մշտապես կախված է լինելու ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու վիճակը։ Որն է այս վիճակից դուրս գալու ելքը։ Առաջին նախագահ, նախագահի տեխնացու Լևոն Տեր-Պետրոսյանը համարում է, որ Եվրամիության նախագահության 3 կատարած հայտարարությամբ ներկայացված առաջարկներն են։ Ես ամբողջությամբ ընդունում եմ այդ առաջարկները, դա համարելով եւ սահմանադրական դատարանի այս նիստի ընթացքում մեր գործելակերպի ծրագիրը, մեր պլատֆորմը, դրանք են դադարեցնել արտակարգ դրության վիճակը, ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին
ապահովել ինֆորմացիոն հավասար հնարավորություններ, իրականացնել հարտի մեկի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն եւ սկսել երկխոսություն իշխանությունների հետ։ Հայտարարությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահողի թույլտվությամբ դուրս եկավ դահլիճից։ Հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, խոստանալով ավելի ուշ իր տանը մամլո ասուլիսի հրավիրել։ Իսկ դատաքննությունը շարունակվեց։ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը եւ Վահե Գրիգորյանը հրապարակում էին իրենց բացատրություններն ու դիմումում արձանագրած ընտրախախտումները։ Ժամանակը սուղ է, մարտի 8-ը որոշում կայացնելու վերջին օրն է։ Սահմանադրությամբ դատարանը որոշում պետք է կայացնի դիմումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում։ Սահմանադրական դատարանին առաջինը դիմել է նախագահի տեխնացու Տիգրան Կարապետյանը փետրվարի 27-ին։ Անկախ նրանից, թե երբ է դիմել նախագահի տեխնացու Լևոն Տեր-Պետրոսյանը, 10-օրյա ժամկետը հաշվում է փետրվարի 27-ից։ Մեր ռադիոկայանի խնդրանքով պարզաբանեց անկախ իրավաբան Հրայր Թովմասյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի խոսքով սահմանադրական դատարանին ներկայացրած իրենց դիմումը բաղկացած է 63 էջից։ Ավելի քան 300 էջանոց բացատրություններն էլ պետք է ներկայացնեին։ Գործին կցված են նաև տեսագրություններ։ Սակայն սահմանադրական դատարանը չի կարող այդ ամենը քննել այս սեղմ ժամկետներում, դրանում նաև ջանացել է իշխանությունները կամ ջանացել է Տիգրան Կարապետյանի չիմացությունը։ Ավելի վաղ եմ դիմել եւ մենք հնարավորություն չենք ունեցել այդ ամբողջությամբ օգտագործել 10-օրյա ժամկետը։ Իդեպ նախագահի տեխնացու Տիգրան Կարապետյանի դիմումն ամբողջությամբ գրված է միջազգային դիտորդական առաքելության 3 զեկույցների հիմքով, այդպես հայտարարեց նաև տեխնացուի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը դատարանում։ Այլ փաստեր, վստահված անձանց բողոքներ կամ արձանագրություններ չկան։ Իսկ Արտակ Զեյնալյանի վկայությամբ իրենց դիմումում հիմք են ընդունվել վստահված անձանց դիմում բողոքները, հանձնաժողովների արձանագրությունները, լրատվամիջոցների գրանցած խախտումներն ինչպես քվեարկության օրը, այնպես էլ նախընտրական քարոզչության ժամանակահատված։ Ընտրախախտումների ողջ ներկայապանակը կրկնակի քվեարկություններ, կարուսել, լցոնումներ, նկարչություն, ելակետային տվյալների փոփոխություն, այդ ամեն ինչի արդյունքում ստացված քվեատերտիկների վերաբաշխում։